Երկրորդ օրինակ 29-29 գրված է հայնի բաները մեզ է մեր որդկանց կվերաբերվին, իսկ ծածուկ բաները մեր Աստծուն։ Ես չեմ անում իմ երկրավոր ծանքը երբ ավարտելու, բայց մարդկորեն մտածած մոտ է ես ամեն բանի խոշարել եմ, իմ ներսը հանգիստ է, իմ ներսը խաղաղ է։ Իսայի մարգարեն Եզեկիա թագավորին ասեց քո տանը դուր պատվեր, որտեղ մեռնելու ես։ Եզեկիան իր գլուխը շուռ տվեց, դեպի պատը աղոտ կարեց, և Տերը իր տարիների վրա ավելացրեց երի 15 տարի։ Ես չգիտեմ, բայց ես հիմա պատրաստ եմ։ Ես ապաշխարել եմ Տիրոջն եմ դարձել 1968 մարտի 5-ին, դեպ ասեմ, որ ես իմ վերջին խոսքը ասել եմ անցյալ տարվա փետրվար ամսվա վերջին շաբաթ օրը, երբ Երևանում Ջրվեժի ժողովարանում հավաքված էին Հայաստանի բոլոր սպասավոր եղբայրները, սարգսակները, երեսները, եպիսկոպոսները, ես իմ խոսքը նաև եկեղեցուն ասեցի անցյալ ամսվա վերջին օրը, երեքշաբթի օրը, այսօր ժողովրդության ընդհանուր ձեզ եմ ասել։ Ապաշխարել եմ, Տերը ինձ իրան է դարձրել, Տերը ինձ գտել է 1968 թվի մարտի 5-ին, այս ժամանակ ես սովորում էի, ժամանակ դեռ ես պատանի էի, Աստված իմ կյանքում հրաշք արեց, երեսին ծնվեցի, իմ կյանքը գդրուկ փոխվեց։ 95 թվին ամուսնացել եմ և այդ տարիներին Աբովյանում եկեղեցիներ հաստատում։ Քրիստոնյաներ կային, որ ժողով էին գնում Չարենցաղան, Երևան։ Առաջի օրվանից ես եկեղեցում եմ եղել, եկեղեցում եմ ծառայել։ Մինչև հիմա 51 տարի։ 51 տարին այդ շատ երկար տարիներ են, այդ 61 տարի։ Ինչպես սեր նմաններ, ես եմ ենթարկվել նեղությունների, փորձությունների, բայց Տերը պահել է, Տերը պաշտպանել է։ Եվ այն հովական ծառայությունը, որ ես արել եմ, թե այստեղ Աբովյանից դուրս Հայաստանում, դա եղել է Տիրոջ հայտնությամբ։ Ինչպես Պողոս Արաքյալը, երբես ասում են գրում է, և նա մի քանիսին կարգեց առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, օրիներ ու վարդապետներ, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար։ Հիշում եմ, երբ որ դեռ ուսանող էի, վարձով ենք մնում եղբայրներից մեկ ասեց, Սամվել եղբայր, Եղեգնաձորցի Ֆլորա քույրիկը քեզ ուզում է տեսնել։ Երբ որ քույրիկին հանդիպեցի, քույրիկը տեսած տեսիլքի ներգործության տակ էր և Սուրբ Հոգով լցված աղոթք էր անում և ասեց եղբայր, հեսա մի մեծ դաշտ, այդ դաշտում շատ ժողովուրդ, հարյուրներ և Տեր Հիսուսը այնտեղ և դու ծունգի իջած Տեր Հիսուսի ոտքերի առջև արցունքներով էլ իր ոտքերն էր լվացնում։ Իհարկե, իմ համար այդ ժամանակ խրտին էր, այդ ժամանակ իմ համար խրտին էր, բայց այդպես եղավ։ 70 թվերի վերջում սկզբում ուկրաինացիները, այդ ժամանակ ուկրաինացի եղբայրներն էին Հայաստանում ծառայություն անում, սարգսակցիան ադրեցին, որից հետո երեց 90 թվերի սկզբում արդեն որպես եպիսկոպոս։ Հանդիպել եմ նեղությունների, փորձությունների և այդ բոլորից
Տերը ինձ պահել է, ինձ պաշտպանել է։ Եվ այո, այսօր ամեն բան սահուն երթալու է մեր ջանիկ եղբոր առաջնորդությամբ, խորհրդի եղբայրների առաջնորդությամբ։ Եկեղեցին շինվելու է, եկեղեցում ավելի լավ է լինելու համոզված եմ։ Առաջինը, որ Եսուսն ասել, սիրելի եղբայրներ և քույրեր, այս ամբյոնից ավետարանը մաքուր պետք է քարոզել։ Տեր Հիսուսը իր քարոզությունը սկսվեց ապաշխարության կոչով, ինչպես Մարկոս ավետարանում 4-րդ գլխում գրված է. ապաշխարեցեք և ավետարանին հավատացեք, որտեղ Աստծո առկայությունը մոտ է։ Ապաշխարել, սա նշանակում է ետ դառնալ մեղքից, անհավատությունից, Աստծուն մերժումից և խոնարհվել Աստծո առջև, Աստծուն ճանաչելով որպես կյանք, մերժելով այն բաները, որ Աստծո կամքին հակառակ է։ Այն շատ կարևոր է սիրելիներ, որ ապաշխարության հիմքում ընկած լինի հետևյալը, որ մարդը Աստծուն ճանաչի, Աստծուն ունենա իր կյանքում, սա ամենակարևորն է, սա ամենակարևոր բանն է։ Մարդը Աստծուն ճանաչի որպես կյանք, ոչ թե ընդամենը զբաղմունք։ Երբ որ ես սովորում էի դպրոցում, իմ հետ կային շատ ինձ հասարակիցներ և այդ դպրոցը հատուկ դպրոց էր ֆիզմաթեկումով և բոլորս էլ ունեին երազանքներ, նպատակներ ուսում առնելու, համալսարան ընդունելու, ասպիրանտուրա ավարտելու, գիտության աստիճաններով վեր բարձրանալու, բայց եկավ մի պահ Աստված լուսավորել էր, Աստված իր Սուրբ Հոգով աշխատանքը տանում էր և մեր միջի կարիքը դա էր, եթե Աստված կա, Աստված է արել մարդուն, մարդը ոչ թե պետք է ապրի խելքից դուրս, այլ պետք է Աստծուն ճանաչի, Աստծուն պետք է լինի իր կյանքում և իրան պաշտի։ Եվ դրա համար առաջին Կորինթացիս 8-րդ գլխի 6-րդ խոսքում Պողոս առաքյալը գրում է. բայց մեր համար մեկ Աստված կա Հայրը, որից են ամեն բաները, և մենք նրա համար, և մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները և մենք նրանով։ Մենք ծնվել ենք այս աշխարհին եկել Աստծո համար և մեր վերջնական փափագը, կարիքը սա պետք է լինի սիրելիներ, որպեսզի իրան լինենք, իրան պաշտենք, որովհետև կյանքը առանց իրա սուտ է, փուչ է։ Այսօր ոմանք ժողովի են գալիս, բայց իրանց հոգևոր կյանքում այդ չկա, ինչի համար, որովհետև իրանք չեն ճանաչում, հələ չեն ճանաչել, որ Աստված է կյանքը, որ Քրիստոսն է կյանքը, առանց Աստծո կյանք չկա, կյանքը Աստծուն ունենալն է, կյանքը Քրիստոսին ունենալն է, և սրա համար Հովհաննեսի առաջի թղթի 20-րդ գլխում լսում ենք և գիտենք, որ Աստծո որդին եկավ և մեզ միտք տվավ, որ ճշմարիտը ճանաչենք, որ ճշմարիտ ունենք, այսինքն նրա որդի Հիսուս Քրիստոսում, նա է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։ Նա է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։ Տեր Հիսուս ասում է, ինչպես Հայրը իր անձի մեջ ունի կյանք, այնպես էլ որդուն տվեց, որ իր մեջ ունենա կյանք, որպեսզի որդուն ունենալով հաղորդենք իր կյանքին, ինչպես նույն առաջի Հովհաննու 5-րդ գլխի մեջ ասում է, ով որ հավատում է Աստծո որդուն, վկայություն ունի իր անձում, ով որ չի հավատում Աստծուն, սրտախոսալ է նրա, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր որդու մասին, և սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվավ մեզ, և այս կյանքը նրա որդու մեջ է, ով որ որդուն ունի, նա կյանք ունի, և ով որ որդուն չունի, կյանքը չունի։
ով որ որդուն ունի, կյանք ունի, ով որ որդուն չունի, կյանք չունի։ Եղբայրները դեղին շեթային, եւ դասից թղթի, այդ խոսքերը, Աստծուն մոտեցողը, պետք է հավատա, որ Աստված կա, եւ որ իրանց խնդրողներին, կամ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Այ Աստծուն կյանք ունենալը սա է, որ նա մեր կյանքում լինի, մեր հոգում լինի, որ մեր բոլոր խորհուրդները, որ մեր բոլոր ճամփաները իրանով լինեն։ Եվ սրա համար Տերը մի քանի օրինակներ բերեց, որ Ղուկաս ավետարանի մեջ կարդում, Ղուկաս ավետարանի մեջ 9-րդ գլխի 57 խոսքից եւ եղավ որ նրան գնալիս ճանապարհին մի մարդ նրան ասեց. ես քո հետևից կգամ, որտեղ որ գնաս Տեր։ Հիսուսը նրան ասեց. ավեստները որ չունեն եւ երկինքի ծրջունները բույներ, բայց մարդու որդին տեղ չունի, որ գլուխը դնե։ Այսին խաչի ճամփան նեղությունով է, դժվարությամբ հալածակով է։ Մեկ ուրիշին էլ ասեց. իմ հետևից եք, եւ նա ասեց. Տեր, հրաման տուր, որ գնամ առաջին հայրը թաղեմ։ Հիսուսը նրան ասեց. թող մեռելները իրենց մեռելները թաղեն, իսկ դու գնա Աստծո առկայությունը քարոզել։ Այո, նրանք ովքեր մեղքերի անցակների մեջ մեռած են մեռելներ են։ Մի ուրիշն էլ ասեց. Տեր, քո հետևից կգամ, միայն թե առաջ հրաման տուր, որ իմ տանը բարև մնաս ասեմ։ Հիսուսը նրան ասեց. ոչ ով, որ ձեռքը մաջի վրա է դնում եւ ետին մտիկ անում, հարմար չէ Աստծո առկայության համար։ Ես հիշում եմ, որ երեխա տղայի եւ պապաս եզները լծած մեր արդներ վարում, ձեռքը դրված էր գուտանի փոչին մաջին, մեկ էլ հերվից մեկը պապայիս կանչեց. շավարշ, պապաս այդ պային թեքվեց եւ գուտանը խոպը ագոսից դուրս ելավ, ագոսից ծրվեց, ձեռքը որ մաջին ես դրել, մինչև վերջ պետք է նայես, որ ուղեղ արես։ Դրա մարդն ասաց, մեկը որ ձեռքը մաջին է դնում եւ է նայում Աստծո առկայությանը հարմար չի։ Տեր Հիսուսը արագ ասաց, որ Աստծո առկայությունը նման է մի վաճառական մարդու, որ փնտրում էր պատվական մարգարիտներ, եւ երբ որ մի պատվականը ամենանդիրը գտավ, գնաց իր ամբողջ ունեցվածքը ծախեց եւ այդ մարգարիտ առավ։ Այ սա շատ կարևոր հարց է սիրելիներ։ Ապաշխարության մեջ մարդը առաջինը պետք է Աստծուն փնտրի, Աստծուն ճանաչի, որ Աստվածն իր կյանքում, իր հոգում, իր սրտում առաջի տեղը իրանը լինի, իր խոսքը իրանը լինի։ Եվ դրա համար Պողոս առաքյալը 2 Կորինթացիս 5:14 գրում է այդ խոսքերը։ 2 Կորինթացիս 5:14 մեզ ստիպում է Քրիստոսի սերը, եւ սա ենք միտք անում, որ եթե մեկ ամենի տեղ մեռավ, ամենքն մեռան, եւ ամենքի համար մեռավ, որ կենտանի լինողները ոչ թե իրենց անձերին կենտանի լինեն, այլ նրան, որ իրենց համար մեռավ ու հարություն արավ։ Աստծո սերը, Աստծո շնորհքը մարդուն մղում է, որպեսզի մարդը անմնացորդ Աստծուն հասնվի։ Աստված օրհնեսիրներ, մեր բոլորի փապակը կարիքը տենչը դալինի, որ մեր կյանքում լինի Քրիստոս։ Աստված օրհնի։ Եվ վերջում սիրելի եղբայրներ եւ քույրեր, իհարկե, ասենք այդպես շատ դժվար է։ Այսպես շատ դժվար է, բայց այդպես պետք է հաշտվել։ Ինչու որ ես ինչ-որ մեկին վիշտացրել եմ, իրան նեղացրել եմ, սխալվել եմ ինձ գնել։